Մեզ բարձրյալն է այստեղ բերել, այս հողու ջրով ենք ապրում ու շնորհակալ ենք, հանգիստ թողեք մեզ, տարեք ձեր лысումները ուր ուզում եք, հեռու մեր գյուղից։ Լերմոնտովոյի մոլոկանները ժողովրդավարության մաստեր կլաս ցույց տվեցին հանրային լսումներին։ Мы здесь живем, нас Бог сюда привел, не трожьте, и Армения будет спокойно жить, как жила эти все 200 лет. Вот так и будет. Троните, вот сейчас посмотрите, что Астват сделает. Какой сад, дайте дожить здесь. Или дайте нам квартиру, мы уедем. Ну, весь свободу. Вот у каждого по 10 детей. Пускай каждому дадут квартиру, и мы уедем. Всего по детям будет. Բնապահպան Օլեգ Դուլգարյանը հստակեցրեց, մարդիկ այլ տեսլական ունեն այստեղ, որն անհամատեղելի է երկրաբանական ուսումնասիրությունների հետ, զբոսաշրջություն ու կանաչ գյուղատնտեսություն են ուզում զարգացնել։ Մարդիկ այլ տեսլականներ ունեն, հա, չգիտեմ, զբոսաշրջության զարգացում, գյուղատնտեսության զարգացում, կենսաբազմազանության պահպանությունը այս գյուղի համար առաջնային, հա։ Խնդիրը մտահոգել էր ոչ միայն Լերմոնտովոյի մոլոկաններին, հայ եւ եզդի բնակիչներին, այլև հարակից Անտարաշեն Մարգահովիտ բնակավայրերին։ Լերմոնտովոյի բնակիչ Կարեն Պողոսյանը հիշում է, որ դեռ խորհրդային տարիներից է արգելվել տեղանքում որևէ երկրաբանական ուսումնասիրություն։ Հիմա էլ են դեմ։ Կլինի 5 տարի ես պայքարում եմ հանքարդյունաբերության դեմ, որովհետև ես ուզում եմ, որ մենք եւ մեր ապագա սերունդը ապրենք կանաչ եւ առողջ միջավայրում, որովհետև այստեղ կան չափած գոտիներ են, այստեղ հյուրատներ են, այստեղ զբոսաշրջություն է։ Դեմ ենք այն պայմանով, որ այս գեղը մաքուրոթա մեր երեխեքը չենք ուզում, որ արդեն այդ հանքի ինչ-որ նպատակներով որ բացվի, մենք որ ասենք եկուցելու երեխեքը թույն շնչեն կամ ինչ-որ մի բան անեն, դրա համար։ Լերմոնտովոյի բնակիչ Կարեն Պողոսյանը հիշում է, որ դեռ խորհրդային տարիներից է արգելվել տեղանքում որևէ երկրաբանական ուսումնասիրություն։ Հիմա էլ են դեմ։ Որովհետև Ժանգաջուրը գնում է Կիևական քաղաքին ավնասում, կես ջուրը գնում է դեպի Դիլիջան, բան, Համզաչիման, sense Զախի բերագնա։ Որպես ինչ արնի Ժանգաջուրը։ Ժողովրդին անասուններին էլ 30 տարի է հանքը չի աշխատում, բայց դա ծառեր չի աճում։ Նոր այսքան 2-3 տարի է նոր սկսել են ծառները աճել։ Հիմա նորից որ քանդին, պետք է սա կանտարը վարի տան։ Համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանի դիտարկմամբ որոշողը բնակիչներն են, ինքը կընդունի նրանց ցանկացած որոշում։ Ուշագրավ է, որ չնայած Չախալյանն անձամբ էր մասնակցել այս տարածքները կենսոլորտային համալիրի կազմում ընդգրկելու մասին քննարկումներին, որ նախաձեռնվել էր նախորդ տարի, բայց փորձում էր լսել երկրաբանական ուսումնասիրությունների համար Լերմոնտովոյ եկած տանդ զուտ ՍՊԸ ներկայացուցիչներին։ Բայց դուք իրանց չեք ասել, որ սա կենսոլորտային տարածք է հատուկ պահպանվող։ Բա ինչի չեք զգուշացրել իրենց։ Դուք չգիտեիք։ Լերմոնտովոյի համայնքապետարանը ոչ միայն տեղյակ է եղել, այն ամբողջ process-ի մասնակիցն է եղել։ Կարող եմ ենթադրել, որ ինքը ուղղակի չի պատկերացրել այդ փաստաթղթի կամ լրջությունը, կամ մոռացել է պահի տակ ներկայացնի, բայց հետ մենք տեղական մակարդակում 3 գյուղերով, նաև նախաձեռնության շրջանակներում տեղական ռազմավարության փաստաթուղթ ենք մշակել, որին էլի ներկա են եղել։ Ես կարծում եմ, որ այսուհետև պարոն Չախալյանը կլինի կամ տեղական ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման այլ ներկայացուցիչներ կլինեն, այլևս կհիշեն եւ հղում կտան այդ փաստաթղթերին։ Վերջիններս հիմնվելով արդեն իսկ գոյություն ունեցող երկրաբանական տվյալների վրա մտադիր են հետազոտել Լերմոնտովոյի վարչական սահմաններում գտնվող տանձուտի երկրորդային կվարցիտների եւ պրոպիլիտների հանքավայրը, որ ավելի շատ երկաթե գլխարկ անունով է հայտնի։ Տարածքը նախկինում էլ է շահագործվել։ Տարիներ առաջ հայկական բնապահպանական ճակատը իրականացրել է տանձուտի լքված հանքավայրի տարածքի եւ հարակից ոսկաջրերի լաբորատոր ուսումնասիրություն, որի արդյունքները մտահոգիչ են։ Ջրի նմուշարման արդյունքում պարզվել է, որ տարածքի ջրերում ծանր մետաղների պարունակությունը բազմակի գերազանցում է էկոլոգիական նորմերը, ինչի արդյունքում ջրերի աղտոտվածությունն ամենաբարձր աստիճանի է։ Նման ջուրն անգամ ռոկման համար է արգելված։ Բնապահպանների պնդմամբ հանքի թթվային ապարների դրենաժը հսկայական ծավալներով շարունակվում է մինչ օրս։ Այդ վտանգավոր ջրերը սկզբում լցվում են տանձուտ գետը, ապա Շահումյան եւ Վանաձոր բնակավայրերի միջով հոսելով հայտնվում Փամբակ գետում։ Ընկերությունը նպատակ ունի վերագնահատել հանքավայրի պաշարները առանց որատումների։ Բնակիչներն անգամ թույլ չտվեցին ընկերության ներկայացուցչին ներկայացնել իրենց ծրագիրը, մերժեցին լսումները։
Ռուսաստանից եկած այս երիտասարդն ասաց, եթե սկսեցին փորփրել, կադմիումը մկնդեղը երկրի երես դուրս կգան, կլցվեն գետերն ու կվնասեն Վանաձորին, Դիլիջանին ու բոլորին։ Кадмий, свинец, пышляк, оно все разлетится, речка в Ванадзор пойдет, другая в Дилиджан, а потом кто за это отвечать будет? Люди поедут в Европу, которые заработали, они останутся там жить, а здесь просто либо умирать будут, либо уезжать. Բնակիչների ճնշման ներքո Տանդ ցուտ ընկերության ներկայացուցիչները շատ արագ լքեցին Լերմոնտովոյի համայնքապետարանի շենքը։ Բնապահպան իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նկատում է, Լերմոնտովոյի բնակիչները տեղական ժողովրդավարության փայլուն օրինակ ցույց տվեցին, պաշտպանելով մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրենց իրավունքը։ Մերժելով լսումները նրանք թիմին հայտնեցին անհամաձայնություն գործընթացի նկատմամբ եւ կարողացան ի նպաստ կիրառել ժողովրդավարական մեխանիզմները։ Մինչդեռ հարևան համայնքներում հաճախ են ականատես լինում հակաժողովրդավարական երևույթների, օրինակ ինչպես է ավականին անտեսում բնակիչների ձայնը կողմ քվեարկելով։ Անցյալ տարի Փամբակ համայնքում Քարաբերդի հետ կապված մարդիկ դեմ էին, հա, որպեսզի նոր տարածքները ընդլայնվեն հանքի համար, բայց այդ դեմ լինելու ֆոնին ավականի կողմ քվեարկեց։ Ստացվեց այնպես, որ ժողովրդավարության մեխանիզմները չաշխատեցին։ Ժողովրդավարության մեթոդը այն էր, որ մարդիկ հավաքվեցին, մալականներ, հայեր, ասեցին, որ մենք դեմ ենք։ Համայնքի ղեկավարի ստորագրությամբ կազմվեց արձանագրություն, որով ամրագրվեց բնակիչների անհամաձայնությունը հանքի բացման հեռանկարին։ Բնակիչները նաև ստորագրություններով վավերացրին իրենց մերժումը։ Քաղաքացու ձայնը Լերմոնտովո համայնքից։